Հաշվապայինում արձակուրդայինի նպաստի հաշվարկ կամ վերջնահաշվարկ կատարելիս կարող ենք ավտոմատ լրացնել օրերը նաև 6-օրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցների համար։ Աշխատակիցների տեղեկատվում ավելացվել է հիմնական աշխատանքի գրաֆիկ նշելու հնարավորություն։ Գործողությունը կարելի է կատարել նաև խմբային տարբերակով։ Ընտրենք օրինակ 6-օրյա գրաֆիկ։ Դիտարկենք աշխատակցի հիմնական գրաֆիկի կիրառությունը արձակուրդայինի հաշվարկի օրինակով։ Բացենք արձակուրդայինի հաշվարկ փաստաթուղթը։ Ընտրենք աշխատակցին։ Փաստաթղթում ավելացվել է աշխատանքային օրացույց դաշտ, որը ավտոմատ լրացվեց աշխատակցի վրա ընտրված գրաֆիկից։ Ավտոմատ լրացվեց նաև միջին օրական գործակիցը։ Լրացնենք արձակուրդի ժամանակահատվածը։ Սեղմենք լրացնել օրերը B2B կետառմսովթից։ Օրերը լրացվեցին 6-օրյա գրաֆիկին համապատասխան։ Գրանցենք փաստաթուղթը։ Գրաֆիկի կիրառությունը տեսնենք նաև բացակայություններ փաստաթղթում։ Ընտրենք տեսակը հարգելի չվճարվող բացակայություն։ Ավելացվել է լրացման ձև դաշտ ըստ ժամանակահատվածի և ըստ օրերի։ Ըստ օրերի տարբերակը գործել է համակարգի նախկին տարբերակներում, որի դեպքում ձեռքով լրացվում է բացակա օրերի քանակը առանց ժամանակահատվածի հստակեցման։ Ընտրենք ըստ ժամանակահատվածի տարբերակը։ Ընտրենք աշխատակցին, լրացնենք բացակայության ժամանակահատվածը։ Ավտոմատ լրացվեց օրերի քանակը տվյալ աշխատակցի 6-օրյա գրաֆիկին համապատասխան։ Գրանցենք փաստաթուղթը։ Ծրագրում ավելացվել է նոր հաշվետվություն, գրանցված բացակայություններ։ Այստեղ տեսնում ենք այն աշխատակիցների ցուցակը, ում համար նշված ժամանակահատվածում հաշվարկել ենք արձակուրդային նպաստ կամ ովքեր ունեցել են բացակայություններ ըստ ժամանակահատվածի։